Բարի օր, Հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակությանն։ Այսօր զրուցելու ենք գեղանկարիչ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սևադայի հետ։ Բարի ձեզ, պարոն Սևադա։ Ողջույն։ Պարոն Սևադա, վերջին շրջանում բավական ակտիվ են խոսակցությունները մեր ինքնության մասին, այսինքն որ մենք հայերս պետք է հասկանանք ովքեր ենք, որտեղից ենք եկել ու ուր ենք գնում։ Այսինքն մենք գործ ունենք այս դեպքում 3 ժամանակային կոնտինուումի հետ՝ անցյալ, ներկա, ապագա։ Կան մարդիկ, որոնք պնդում են, որ մենք շատ երկար ժամանակ անցյալի վրա շատ ենք շեշտադրում արել, հետևաբար մենք կորցրել ենք ներկայի եւ ապագայի զգացողությունը։ Կան մարդիկ, որ պնդում են, որ չափից դուրս կենտրոնանալով ապագայի վրա մենք կորցնում ենք ներկայի եւ անցյալի մասին մեր ընկալումները, ինչը անխուսափելիորեն բերելու է նրան, որ մենք ապագայում էլի ճակատագրական սխալներ ենք անելու։ Հիմա այդ ինքնության փնտրտուքը ըստ ձեզ ինչ որ մեկնակետից պիտի սկսենք, թե այսինքն որը պիտի լինի այդ մեկնակետը։ Իհարկե ված չէր լինի, եթե մենք հասկանայինք, թե ով ենք, որտեղից ենք գալիս, ուր ենք գնում եւ ընդհանրապես ինչով ենք զբաղված։ Եվ այդ գաղափարը մեզ, եթե մենք իսկապես տիրապետենք այդ բաներին, գոնե ինչ-որ չափով, ոչ լիարժեք, ճանապարհը པարզ կլիներ։ Հիմա մենք մի քիչ խարխափում ենք, եւ դա այդ ամեն ինչը կախված է իհարկե տարբեր գործոններից, օրինակ ասենք քաղաքականությունից, երկրի ղեկավարության բռնած դիրքից, կրթության աստիճանից մարդկանց, լիքը բաներ կան, որոնցով պայմանավորված է այդ ամեն ինչ, այսինքն իսկ դրանով էլ պայմանավորված է մեր ապրելակերպը, մեր շնչառությունը, մեր ընդհանրապես լինելիության իմաստը, թե մենք ինչի ենք ապրում վերջո, ինչի ենք տառապում հայրենիքից դուրս, ինչի ենք անընդհատ մտածում, որ ինչի ենք ուրախանում հայերի հաջողություններով, բայց ասենք միևնույն ժամանակ շատ դեպքերում չենք կարողանում իրար տանել հասարակ հարաբերությունների ժամանակ։ Շատ բաներ կա, գործոններ կան, որոնք որ եթե համատեղվի ու ոնց որ ասած հрамցվի հասարակությանը ազգին, այդպես ասենք, քանի որ խոսքը գնում է ազգային ինքնության մասին, իսկ մենք ի տարբերություն շատ ուրիշ ազգերի շատ չենք սիրում, որովհետև յուրաքանչյուրս մեր կարծիքն ունենք իրերի դրության մասին, ամեն ինչի մասին, ամեն մի հայ յուրահատուկ իր կարծիքն ունի, դրանով էլ առաջնորդվում է, անկախ նրանից, թե պետք եղած ժամանակ ոնց է արտահայտվում։ Իշխանությունը օրինակ պնդում է, իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ ինքնությունը ազգային ինքնությունը նկատի ունեն, պետք է ձևավորվի պետության շուրջ։ Այսինքն կա Հայաստանի Հանրապետություն եւ դրա շուրջ պետք է ձևավորվի եւ պտտվի այն ամենը, ինչ մենք կոչվում ենք հայ, ազգային եւ այլն։ Բայց դրա հետ մեկտեղ ես օրինակ լավ չեմ կարողանում պատկերացնել, դուք ձեր այսպես եւ կենսափորձն է շատ ավելի մեծ եւ վստահաբար շրջապատն է շատ ավելի մեծ։ Ես չեմ կարողանում օրինակ պատկերացնել, որ Ռուսաստանը հայերը, Հայաստանաբնակ հայերը, Ամերիկա հայերն ու Ուրուգվա հայերը ունենան ինչ որ ընդհանուր տեսլական երկրի ապագայի մասին, ոնց պիտի անենք, որ այդ մարդիկ գոնե քիչ թե շատ, մենք անդադ բերում ենք Իսրայելի օրինակը, բայց մենք Իսրայելի օրինակը բերելով հանդերձ ոչինչ չենք կարողանում, որ գոնե այն հարցերում, որոնցում կարելի է նմանակել, լավ իմաստով եմ ասում նմանակել, որ գոնե գնանք այդ ուղղությամբ։ Ընդհանրապես ես որ 17 տարի ապրել եմ Միացյալ Նահանգներում, կարելի է չապրել այդ բանը հասկանալու, գիտակցելու համար, որ պետության շուրջն է կառուցված նրանց գաղափարախոսությունը, որովհետև Ամերիկան ինքը հավաքական երկիր է, մենք բոլորս գիտենք այն բնիկները, որոնք որ կան, նրանք ռեզերվացիաներում են ապրում, իսկ մնացածները մեր նման բոլորը եկող գնացողներ են, էլի։ Եվ դրա համար իրանց կառավարությունը ազգային որևէ բան չի դնում շեշտ որևէ բանի վրա։ Ինքը ասում է, որ պետություն, մեր պետությունը հզոր է, պետք է հզոր լինի։ Կառուցումը ամեն ինչը, գաղափարախոսությունը պետության հիմքի եւ հենքի վրա։
Իսկ մեզ մոտ մենք ստիպված դարերի վեր հենց այդ ազգային ինքնությունը, նաև մեր պետությունը, որ չենք ունեցել կարգին, ժամանակին պետականությունը բանը, մեր ապրուստը բան անելու համար ստիպված հենվել ենք ազգային գաղափարախոսության վրա եւ դրա օրինակով կարողացել ենք պահել մեզ։ Ժամանակները փոխվում են, մարդիկ են փոխվում դրա հետ, բնականաբար։ Իրերի դրությունը փոխվում է ժամանակի հետ, իրերի դրությունը փոխվում է շրջակա միջավայրի, խոսքս վերաբերում է, հիմա աշխարհը շատ է փոքրացել։ Բոլորս տեսնում ենք ինչա կատարվում Իսրայելում, բոլորս տեսնում ենք, այսինքն փոքրացել է այն աստիճանի նեղացել է ամեն ինչը, որ այս հարաբերությունները այնքան են սրվել պետությունների մեջ, մարդկանց մեջ, որ շատ բաներ երկրորդ պլան են գնացել։ Այստեղ առաջի պլանը է եկել պետությունը գոնե պահելու գաղափարը, որովհետև ազգային ինքնությունը պահելը, եթե պետություն չունես, ում է պետք։ Չծրված ազգա, մենք սիրում ենք, որ մենք հայ ենք, մենք հպարտանում ենք դրանով, բոլորս ենք հպարտանում։ Ես ինքս առաջին հերթին։ Բայց միևնույն ժամանակ, եթե դու պետություն չունես, քանի կոպեկ արժի, որ դու լավ հայ ես։ Այսինքն այնքան հասարակ է այս գաղափարը, որ դրա շուրջը պետք էլ չի, որ դա պետությունն ինքը հռչակեր, դրա մասին բան եւ այլն։ Ես օրինակ կարծում եմ, որ հզոր պետությունները ճիշտ է, երբ որ դու արդեն հզոր պետության տեր ես, ասենք թե Անգլիայի պես կամ Ֆրանսիայի պես պետություն ես, որը որ հզոր ատոմային զենք ունի, իր որտեղ ձեռքը դնում է, այնտեղ կարողանում է իր խոսքը անցկացնել։ Մենք չունենք այդ հնարավորությունները, մենք ստիպված, մենք պետք է կարողանանք հասնել դրան։ Հիմա ֆրանսիացին ինքը հպարտանում է, որ ինքը ֆրանսիացի է, բոլորս էլ գիտենք, որ իրանք հպարտանում են։ Բայց այնքանով, ինչքանով որ իրանք հնարավորությունները թույլ են տալիս։ Եթե թույլ չտա, նշանակություն չունի։ Հիմա մենք վերցնենք sense արաբական երկրները, ես չգիտեմ քանի հատ կա, կարող է 20 հատ արաբական երկիր կա, որտեղ բոլոր տեղերում արաբներ են ապրում։ Իրանք իրանց ազգային ինքնություններն են ճանաչում, շատ լավ գիտեն, նայած պետության հնարավորություններին։ Այսինքն, եթե մենք չունենք այդ հնարավորությունը, մենք պետք է մտածենք դրա մասին։ Դա այնքան հասարակ է, այնքան պարզ է, որ չեմ կարծում, որ դա հասարակական քննարկման նյութ է, բայց քննարկման նյութային դեպքում, եթե չեմ ուզում որևէ մեկին վիրավորեմ, եթե մարդը կարճ է մտածում, այդտեղ վերջանում է իր ճանապարհը։ Եկավ հասավ, ասենք, Անդրանիկ Զորավարին, Վարդան Մամիկոնյանին, Տիգրան Մեծին, հա։ Դրանից ընկում էլ տեղ չունենք գնալու։ Հետո ինչքան կարելի հետ նայել։ Մենք պետք է հիմա նայենք ապագային, կազմենք մեր այսօրվա օրը, ապրենք ճիշտ այսօրվա օրով, հնարավորություն ստեղծենք երկիրը զարգացնելու, պետականություն ստեղծելու, նորմալ պետականություն, որ չվախենանք, թե վայ, այս կողքի հարևանը մեզ վախացնում է, եւ ամեն օր էլ մենք նստած մտածում ենք, թե երբ պետքա չասեմ։ Մենք 30 տարի ժամանակ ունենք պետության նկատմամբ վերաբերմունք ձևավորելու համար։ 30 տարվա ընթացքում, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, այս կարծիքեր կարելի է չհամաձայնել, 30 տարվա ընթացքում մեր ամենամեծ թերությունը այն էր, որ պետությունը, այս դեպքում իշխանությունը տարբեր կերպարներով, քաղաքացի հետևաբար պետության պաշտամունք կրող մարդու կերպարը դաստիարակելու պատվեր չիջեցրեց։ Ոչ կրթական համակարգին, ոչ բանակին, ոչ միտեղ։ Այսինքն 30 տարվա ընթացքում, 30 տարվա ընթացքում մենք քաղաքացի չենք դաստիարակել։ Ինչու՞։ Չենք հասկանում, որ մի օր գալու է նրան, որ մենք մտածենք այ պետությունը լավ բան է, դաստիարակելու համար, ախր այնքան բաներ կան, որ հիմա սկսենք դպրոցից։ Դրանից շատ հետ չգնանք, էլի, որտեղ էլ այնտեղ տեղ էլ չկա։ Այդպես ընդունված է ասել արգանդից սկսենք։ Ինչքան էլ որ մեր ժողովրդի արգանդը բեղուն է, ինչպես ընդունված է ասել, բայց միևնույն ժամանակ, երբ որ գալիս հասնում է, արդեն մենք այսօր ականատես ենք, թե ինչ է կա։ Ես ինքս արդեն 50 տարի է ուղիղ 75 թվից մինչև հիմա մանկավարժությամբ եմ զբաղվել եւ զբաղվում եմ հիմա էլ, շարունակում եմ։ Ունեցել եմ իմ դպրոցը, նկարչական դպրոցի տնօրեն եմ եղել, Ամերիկայում եմ ունեցել եւ այլն։ Հիմա էլ շարունակում եմ աշխատել երեխաների հետ եւ դասավանդում եմ նաեւ համալսարանում։ Այսինքն ուզում եմ ասեմ, ես այդ ամեն ինչի մեջն եմ, տեղյակ եմ, թե ինչ է կատարվում։
ուսման ծարավ այլևս չկա, որովհետև ուսման ծարավը իր տեղը զիջել է շահի, ապրուստի հնարավորություններ ստեղծելուն, այսինքն մարդը չի մտածում, դպրոցականը չի մտածում, որ ուզում է իր համար հաճելի մի բան սովորի, բարձրագույն գնալու ժամանակ, կամ փողաբեր մի բան։ Հա տղամարդիկ առաջ օրինակ, երբ որ ես ընդունվում եմ Եղարվեստի ակադեմիա, մի տեղի համար 20-25 դիմում կար ամենակիչը։ Եվ տղաներ էին հիմնականում։ Աղջիկները սովորում են բանասիրական, նախադպրոցական, նման տեղերում ավելի շատ։ Հիմա տղաները երբեք արվեստով չեն զբաղվում, մտավոր աշխատանքի ուսման գնալու այդպեսի ոչ մեկ հնարավորություն եւ բան չունեն, ցանկություն, հիմնականում գնում են այնպեսի տեղ, սովորեն, դիպլոմ ձեռք բերեն, որ ասենք կառավարության համակարգ կգնեն կամ ոստիկանություն կամ այնպեսի մի տեղ, որտեղ մի քիչ գումար կա, իրավաբանական կրթություն ստանան, բան եւ այլն, որ բարձր թոշակներ են ստանում, բան։ Եվ ուսման ծարավ որպես այդպեսին գոյություն չունի։ Հիմա մենք ինչի վրա պետք է հենվենք, եթե վաղվա օրը անհասկանալի է մեզ համար այդ իմաստով։ Ոնց պետք է բացատրեմ։ Ես հիմա ուսանողների հետ աշխատում եմ, չեմ կարողանում ստիպել իրենց, որ գիրք կարդան։ Խնդրում եմ, աղաչում եմ, գրքեր եմ նվիրում, հրամայում եմ, վախացնում եմ, որ վատ կնշանակեմ, բայց նշանակություն չունի։ Չեն կարդում, չեն սիրում կարդալ։ Մի անգամ մի քանի տարի առաջ մի դաժան փորձ էին արել պրոսպեկտ Մաշտոցի պողոտայի վրա Չարենցի թանգարանը որ կա, Չարենցի տուն թանգարանից մի քիչ ներքև գցել էին Չարենցի մեծ կապույտ հատորը նշանավոր փորձի համար դրել էին մայթի վրա մարդիկ քայլում էին 35 րոպե ոչ մեկը չէր վերցնում այդ գիրքը կողքով անցնում էին լավագույն դեպքում ոտքով են կողմին կարող մտածում են ինչ որ մեկին պետք է որ այդտեղ դրածա չէ լավ էլի շատ ցավալի այդ իմաստով ցավալի է շատ վիճակը այսինքն եթե կրթության համակարգը այդպիսի վիճակում է լաց լինելու վիճակ է ուղղակի դիմում չկա համալսարաններում այլևս դիմումներ շատ քիչ են այն դեպքում երբ որ առաջ սովետական միության ժամանակ միշտ մեծ կոնկուրսներ էին լինում դու բոլորը այդ ժամանակ սովորել եք բան գիտենք հիմա շատ վատ է վիճակը այդ իմաստով իսկ միգուցե ֆիլտրվում է ասենք երիտասարդները պատանները արդեն իրենց համար արդեն գիտեն այնց բուխ պետք չի որովհետև ես զբաղվել եմ այս ինչ բանով ում պետք է բուխ կգնամ կսովորեմ ինչով է զբաղվելու ես չգիտեմ եթե մենք ազգային ինքնության մասին ենք խոսում գրականություն չգիտեն հայ գրականությունից տեղյակ չեն ինչ ազգային մեր ազգային ինքնության շատ հարցեր մեր գրականության մեջ ամփոփված են չէ բայց այդ խնդիրը 1-2 օրում չի առաջացել Դե հիմա որ խոսում ես, ասում ես անցյալի մասին, հարցեր եմ տալիս ես ուսանողներին, աշակերտներին տեղյակ չեն բոլորովին։ Հարցրեք իմացեք։ Ճիշտ է, դպրոցներում կպցրած է այդ նկարը, հիմա էլ կարծեմ հանում են այդ նկարները։ Անհասկանալի է մի քիչ։ Դպրոցական դասագրքերում էլ բաներն են փոխում հեղինակներին, որը պետք է թարմացվի իհարկե, բայց ինչքան որ ես գիտեմ, շատ հեղինակներ հեռացվում են բաներից։ Կճշտենք Տեսեք, քանի որ խոսք գնաց նրա մասին, որ չկա վերաբերմունք կրթության նկատմամբ, հետեւաբար չի կարող նորմալ վերաբերմունք լինի արդեն կրթությունից բխող մնացյալ ամեն ինչի մասին։ Գանք մի հատ այսպես հակառակ կողմից։ Շատերը կան, հատկապես քաղաքական գործիչների մեջ կամ քաղաքական ակտիվիստների շրջանում կան այդպիսի մարդիկ, որոշ դեպքերում իրենք նույնիսկ կներեք այդ արտահայտության համար նույնիսկ ակտիվիստներ չեն, աշխուժակներ են ինչ որ, որոնք բոլոր պատեհ եւ անպատեհ առիթներով հայտարարում են, որ այս ամեն ինչի համար պատասխանատուն դուք եք անձամբ նկատի ունեմ անձամբ դուք հասելով մտավորականությունը այ որովհետև մտավորականությունը չունի դիրքորոշում մտավորականությունը չի բողոքում մտավորականությունը չի ընդվզում երբեք դա չի արել հարմարվողականներ եւ այլն այ քանի որ դուք այդպիսի կերպար եք ձևավորել դրա համար էլ մարդիկ չեն ուզում մտնեն կրթության մեջ չեն ուզում կրթվեն չեն ուզում դառնան մտավորական որովհետև այ ունեն ձեր վատ օրինակ շատ ճիշտ են ասում որոշ դեպքերում Բայց հիմնականում այսպես վերցնենք, որ մտավորականը
ով է Իրանից ինչ է ներկայացնում։ Մի մարդ, որը որ զբաղվում է մտավոր աշխատանքով, արվեստով, կինոյով, թատրոնով եւ այլ շատ բաներով։ Հիմա, բայց այդ ամեն ինչը ղեկավարվում է կամ պետության կողմից, եթե հզոր պետություն է, կամ որոշ անհատների կողմից, որոնք որ ասենք ֆինանսավորում են։ Հիմա տեսեք, մեր ազգային հեռուստատեսությունը եւ ընդհանրապես բոլոր ալիքները, ինչքան ալիքներ կա, չգիտեմ, 30 ալիք երևի կա։ Այդ 30 ալիքներով ալիքներից 15-20-ը սերիալներ են ցույց տալիս։ Այդ բոլոր սերիալների եթե ծախսերը հավաքեն իրար, մի անգամ մտածեն մի հատ պատմական ուժեղ ֆիլմ ստեղծեն մեր ժողովրդի մասին, ոչ չկա։ Մի հատ մխիթար սպարապետա քաղաքական թեկումով հասկանալի է։ Ռուսերական մեզ փրկեցին, հա։ Հիմա մեզ օրինակ ասենք թուրքերը վերցրել են, նկարել են իրանց պետության մասին, իրանց սուլթանների մասին ֆիլմեր են նկարում, սերիալներ, ամբողջ աշխարհը դիտում է։ Ես հիմա ստեղ գովազդով չեմ ուզում զբաղվել, բայց հրաշալի դար այդպիսի մի սերիալ ունեն, որը երևի ես չուզեցի անունը տալ։ Նախկին խորհրդային տարածքում ամենապոպուլար սերիալներից մեկն է։ Ամբողջ աշխարհում։ Ընդ որում հա պատմությունը ոտու գլուխ շորտված է բնականաբար։ Կապ չունի, հենց լավ են արել։ Իրանցն լավ են արել։ Հիմա մենք էլ գոնե մի անգամ մի սերիա կարող ենք մի հատ պատմական հզոր ֆիլմ նկարենք, ասենք այդ նույն Տիգրան Մեծի մասին, նույն ասենք, բայց անես ֆիլմ որ դուրս կա համաշխարհային։ Դե մենք Գարեգին Նժդեն նկարը անեցինք, ավելի լավ էր չանեինք երևի։ Դե հենց այդ է, խոսքս վերաբերում է նրա մասին, որ պետքա պետությունը կամ ասենք որոշ անհատներ, որոնք որ այդ հնարավորությունն ունեն, միանան իրար մինչև մտավորականներին հասնելը, մինչև մտավորականների ոստանը քարկցելը, մտավորականները ամենախոցելի դասակարգն են այս երկրում։ Ով տեղից վերակենում, ասում է, դու մտահալը մի հատ բառը փոխում են, ավելի վիրավորական բանով են ասում, գետինը մտնեն իրանք, որ այդպես են իրանց թույլ տալիս ասել, եւ վիրավորում են այն մարդկանց, որոնք շատ ցածր աշխատավարձներով, բոլորս գիտենք, մտավորականները ինչ վիճակում են այս երկրում։ Ասենք մի հատ իրավաբանը, մի հատ դատախազը 20 անգամ ավելի շատ աշխատավարձ ու թոշակ ստանում, քան թե մի հատ մտավորական, որը ասենք երկար տարիների փորձ ունի, աշխատանք է տարել, կրթել է երեխեքա, դաստիարակել, բան ու գնում է թոշակից ստանում է 36,000 դրամ։ Բայց այստեղ մի հատ շատ կարևոր հանգամանք էլ կա։ Մտավորականները, այն մտավորականները, որոնք կարծիք են արտահայտում, դիրքորոշում են հայտնում, որը չի համապատասխանում այնց այդ նոր գորգորացող աշխուժակի մտքերի հետ, հա, այդ նույն աշխուժակը, այդ նույն մարդիկ աշխարհի ամենավերջին հայհոյանքներով դու ծախվել ես, իշխանությունները քեզ առան կամ չգիտեմ, ընդդիմությունը առավ, նայած որ կողմից է, այդ իրավիճակին նայում, ու այստեղ էլի մտավորականությունը հայտնվում են թիրախում, այսինքն մտավորականները չխոսեն, հայտնվում են թիրախում, խոսում են էլի թիրախում են։ Շատ ճիշտ է, ով այն մտավորականը, որ խոսում է, իր սեփական կարծիքն հայտնում, ամեն տեսակի անուն են կպցնում նրան։ Ով էլ որ չի խոսում, նրան էլ են հայում, ասում են, որ դու ինչ ես ձենդ կտրել նստել, դու խոսա, դու մտավորական չես, դու ես արժանի չես, բան եւ այլ։ Ինչին արժանի չես հասկանում։ Եվ հիմա բայց խնդիրը նրանումն է, որ այսօրվա բոլոր միջոցները թույլ են տալիս, որ տեղից վերկացողը կարող է խոսա։ Ով կարող էր առաջ նստել խոսել։ Կամ ասենք բանում ինտերնետում միլիոն տեսակի բաներ կան, Facebook-ներ կա, բաներ կա, որտեղ որ արտահայտվում են, գրում են, բերանից ինչ բառ գալիս է, ասենք գրում է ու ոչ մտածում են, ոչ էլ, եւ այդպեսի խառնիչ աղանջ է ստացվել, որ այսօր չես կարող մարդկանց բացատրել ազգային ինքնությունը որն է, պետությունը որն է, պետականությունը որն է, բոլորը ամեն մեկ իր գիտեցածի չափով իրան թույլ է տալիս ինչ ուզում է խոսում է։ Պետք է լսելու ընդունակություն ունենան։ Ես ուշադիր նայում եմ, թե ինչ է կատարվում դաշտում։ Պետք է ասեմ, որ դաշտը ցեխ է, ուղղակի խայտարակ վիճակ է։ Ոչ մեկը մյուսին չի լսում։ Նույնը քաղաքական մեկնաբանները իրար թշնամացած, իրար հասցեին այդպիսի անթակույց բաներով, ելույթներով, քաղաքական գործիչները նույնը, ինչ վիրավորանքներ իրար հասցեի, ուղղակի հավոր վիճակ է։ Մենք պետք է խելք հավաքենք, կարողանանք մեկին լսենք, կամ գնանք կկործանվենք, դուրս կգանք այս բանից, կամ
լույս աշխարհ դուրս կգանք, լույս աշխարհ։ Հիմա այդ մեկը կապ չունի դա ով է։ Երբ գալիս է ասում է ինձ լսեք, այնտեղից էլի սկսում են հայհոյել, ասում են չէ, քեզ չպետք է լսենք, պետք է լսենք սրան։ Սրան չենք լսում պիտի։ Այդ կախարդական շրջանի է վերածվում, ըստ էության մենք այդ շրջանից չենք կարողանում արդեն 30 տարի է դուրս գալ, հա, մեր մոտ։ Ով եկել է իշխանության, ով եկել է, հերթով բոլորը։ Ով եկել է իշխանության, ընդդիմություն ասել են դու դավաճան ես։ Ով եկել է։ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած մինչև այսօր։ Հիմա այդ ընդ որում այդ խոսույթը քանի գնում ավելի ագրեսիվ է դառնում, հա, ինքը դառնում է մեր կենցաղի սովորական բառ։ Դավաճան բառը դարձել է կենցաղային բառ։ Բայց ով ում հետ չի համաձայնում, ասում դու դավաճան ես։ Հիմա լավ ո՞նց անենք, որ այդ մաղձը մեր մեջից դուրս գա։ Ըստ երևույթին, տեսեք, մենք միշտ օրինակ ենք բերում ուրիշ ազգերին, չէ՞, մի անգամ էլ բերենք, ոչինչ։ Ասենք հրեաներ, հա, որոնք որ մեր լսելով, մեր իմանալով, մեր տեղեկություններ, ըստ մեր ստացած տեղեկությունների կարողանում են իրանց ազգային ինքնությունը համատեղեն իրանց պետականության հետ։ Ի վերջո արդեն 75 տարի է նրանք դա կարողանում են անել։ Եվ իրանք ունեցել են այդպիսի ղեկավարներ, օրինակ ասենք ունեցել են Գոլդա Մեյեր անունով մի կին, որը որ կառավարել է երկիրը եւ կարողացել է շատ հարցեր տեղը դնել։ Միացյալ Նահանգներում ես հрьяաների հետ ոչ թե ընկերություն, ուղղակի գործնական հարաբերություններ, ցուցահանդեսների մասնակցություն, բանը այդպիսի շրջապատի մեջ էի ընկել եւ շատ մանր հարցերի շուրջ այդպես առիթներ էր լինում խոսել ազգային խնդիրների շուրջ։ Եվ բաներ իմացա, որ հետո առիթ եղավ նույնիսկ շփվել դրա հետ, ես իհարկե հեռացա հետո իրանք կազմակերպություն ունեն շատ հզոր, որին բոլորը ենթարկվում են։ Հետաքրքիր բան եմ ասում։ Մենք չունենք այդպես կազմակերպություն։ Տեսասենք արդեն սովետական միության կազմից դուրս գալուց, գիտեմ քանի տարի անցել արդեն 30-40 տարի արդեն անցել է։ Եվ այդպես կազմակերպություն մենք, այսինքն համազգային որևէ մի հզոր կազմակերպություն, որ ամբողջ ազգը, որ հիմա տեսեք դրամահավաք են անում, չէ՞։ Ում քեֆը տալիս է մի քանի կոպեկ դնում է, կամ ասենք մի 2 միլիոն հավաքվում է բան, գումարվում է, մենք ասում ենք, ինչ լավ է բան։ Իհարկե լավ չի, որովհետև մենք գիտենք այնպես, տեսեք, մի անգամ Միացյալ Նահանգներում ես մի հատ բժշկի իմ ընկերներից մեկի սեղանին 2 հատորյակ տեսա հաստ էնցիկլոպեդիա, հայ բժիշկների էնցիկլոպեդիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներում մենակ 2 հատոր մենակ հայ բժիշկներ կան, իսկ մենք գիտենք, չէ, բժիշկները ինչքան հարուստ են։ Բայց մենք տեղյակ չենք այդ մարդկանցից, ոչ էլ իրանք կարող է այդ ամբողջ այդ հարյուրավոր, չասեմ հազարավոր այդ բժիշկներից, որոնք որ տարբեր նահանգներում մեծ փողեր են աշխատում, բան եւ այլն, նրանք նստած տեղը փողը գալիս է նրանց։ Նրանք կարող են, չէ, ազգային турք տան։ Հասարակ բան եմ ասում, ազգային турք։ Չեն տալիս։ Ոչ մեկ էլ չի տալիս։ Դու այդպեսի գաղափար չկա։ Հիմա Իսրայելում կա Jewish Federation, այդպես է կոչվում, որոնք որ բոլոր հрьяաները, որոնք որ աշխատում են, հնարավորություններ ունեն, չունեն, պետքա իրանց տոկոսը տան, ազգային турքը։ Տալիս են, որը հավաքվում է Jewish Federation-ի, հավաքվում գնում է Իսրայելի կառավարություն, եւ ծախսվում է իրանց պետության հզորացման վրա։ Մենք չունենք նման կազմակերպություն։ Մենք տարին մեկ անգամ մարաթոն ենք անում, տելետոն են ասում դրան Միացյալ Նահանգներում։ Դե հիմա ծիծաղելի է, ծիծաղելի չի, բայց այն ցանկացած մեկը, որ այնտեղ 10 կամ $100 փող է տալիս, դրանից հետո ասենք շուռ է գալիս ինքամ ձեզ, ասում մենք ձեզ պահում ենք։ Ու այստեղ նաև խնդիր է առաջանում հայաստանաբնակների եւ ասենք Լոս Անջելեսի հայերի մեջ։ Այդ խնդիրը միշտ էլ եղել է, այն ժամանակ որ ասենք գնում են դրսից սկսում են դաս տալ։ Մենք էլ ջղայնանում ենք, ասում ենք դուք այնտեղ խելոք մնացեք, մենք գիտենք ոնց ապրենք, մեզ դաս մի տվեք։ Նրանք էլ ասում են, բա որ փողի պետք է ունենում, լաց է կլնում, մենք ուղարկում ենք եւ այլն։ Այս արդեն բացվել է այդ ամեն ինչ, էլի, արդեն անհամացել է։ Ամեն ինչ էլ բոլորին པարզ է, բայց նորից եմ կրկնում, եթե հզոր պետական մի հատ ձեռք լինի, որը այդ հարցը լուծի, ոնց որ մի քիչ առաջ ասեցի հрьяաների, որ բոլորը անկախ նրանից թե ով է, ով չի, ինչքան գումար է ստանում, կոնկրետ տոկոս պետքա վճարի, Բայց ձեր այդ ասած տարբերակը ինքը սկսել է աշխատել Բեն-Գուրիոնի ժամանակներից, հա։ Մենք այդ Բեն-Գուրիոնը չունեցանք։
Դե իմ խոսքս դրա մասին է, էլի։ Հա, հիմա մենք այդ federation-ը պետք է ստեղծենք, որը Բայց ուշ չի։ Ճիշտ մի հատ բան ասեմ, ուրեմն տեսեք 92 թվականին ես Միացյալ Նահանգներից վերադարձել էի Հայաստան, ցուցահանդես էի բերել։ Ինձ այն ժամանակ իմ ընկեր Վանո Սիրադեղյանը մեքենա ուղարկեց իմ հետևից, ինձ տարան այդ կառավարական տուն, որտեղ որ իրանք ապրում են։ Այնտեղ սեղանի շուրջ նստած էին ընկերները, բացի Լևոն Տեր-Պետրոսյանից մնացած այնտեղ նստած էին։ Եվ այդ ես նոր այնտեղ այդ շփվել էի Jewish Federation-ի եւ այս պատմությունը, որ մի քիչ առաջ կարճ պատմեցի, այստեղ այնտեղ ավելի ընդարձակ ներկայացրեցի։ Բոլորը գլխով արեցին, թե հա մենք գիտենք դա։ Դրանից արդեն անցել 92 թվականից անցել է արդեն չգիտեմ քանի տարի։ Բայց գիտեն իբր թե, որ գիտեք ինչի չեք անում։ Դե արեք։ Այդ արդեն խո կառավարությունը պետք է անի, պետք է մտածի դրա մասին։ Իհարկե դժվար բան է, բայց մեկ անգամ պետք է արվի դա։ Պետք է մի հատ հզոր կազմակերպություն ստեղծվի բոլոր հայերի, այլապես անիմաստ է խոսել ազգային ինքնության մասին, պետականության մասին, բան եւ այլն։ Մենք ուղղակի սիրուն բառեր ենք բանանում։ Փոխանակում իրար հետ։ Ես եմ կարծիքին եմ, որ հզոր ձեռք է պետք մի հատ, հզոր, որ այդ հարցը դնի եւ այդ հարցի շուրջը հավաքված մարդիկ, խելոք մարդիկ նստեն այդ հարցերը դրա այսպես ասած գծագիրը անեն եւ կաշխատի։ Բայց ես կարող եմ մեղադրել նրա համար, որ դուք դիկտատուրայի կոչ եք անում։ Թող մեղադրեն։ Համաձայն եք դիկտատուրայի։ Իհարկե, որովհետեւ ուրիշ ձև չկա աշխարհում, ոչ մի անգամ ոչ մի ուրիշ ձև չկա։ Իզուր եք կարծում, որ այդ նույն հрьяաները, դա էլ ասեմ մեկից, որ ասել եմ, որը որ ասենք մտել է Միացյալ Նահանգներ, այնտեղ պետք է ներկայանա այդ ֆեդերացիոնի գրասենյակը։ Այնտեղ հարցնում են իրան, ասում են, ինչի ես եկել։ Ասում եմ, ես Հոլանդիայում եմ ապրում, եկել եմ Ամերիկա։ Okay, բիզնես պետք է դնես, հա։ Ինչքան փող է պետք քեզ, այսքան վերցրու տար, ծախսի, բիզնեսը դիր, բայց այսօրվանից սկսես մուծել տոկոսները արդեն։ Վայ նրան, որ հանկարծ չի մուծի։ Վայ նրան։ Ուրեմն իմացի որ դրա բիզնեսը կործանված է ինքն էլ հետը։ Այսինքն այդ հարցը պետք է ճիշտ դրված լինի, այնպես որ մարդը չմտածի փախնելու մասին։ Եթե դու դրսում նստած մենակ դաս ես տալիս, ինձ պետք չի դասը։ Կամ ես ներսում նստած աշխատում եմ, պետք է իմ տոկոսը դնեմ այս պետության։ Այդ ուրիշ բան որ մսխում են, այդ ուրիշ բան որ սխալ են ծախսում, այդ ուրիշ բան որ հազար ուրիշ տեսակի խաղեր կան, որ չգիտեմ մեր ժողովրդին է հատուկ դա այդ բազմաձայնությունը, մեկը մեկին չլսել։ Նա տեսնում եք ազգային ժողովում ինչա կատարվում։ Օրինակ 2 օր առաջ մեր հյուրը Վովա Վարդանովն էր, ինքը ասեց, թե մենք ապրում ենք միֆերի, այսպես առասպելների ազդեցության տակ, որ իրականում մենք աշխատասեր չենք այնքան, ինչքան մենք ենք մեզ ներկայացնում կամ պատկերացնում, եւ մենք այդքան խելացի չենք, ինչքան մենք ենք մեզ պատկերացնում կամ ներկայացնում։ Թույլ տվեք չհամաձայնվել Վովա Վարդանովին, արգանքով իրան, շատ հարգում եմ այդ մարդուն իմիջիալուց, բայց եւ մենք խելացի ենք եւ բոլոր հնարավորություններ ունենք եւ շատ աշխատասեր ենք, բայց մեզ պետքա մի կազմակերպող ձեռք, որը չունենք, այդ է խնդիրը։ Պետք է այդ բոլորին հավաքել միտեղ եւ ճիշտ ղեկավարել այդ process-ը։ Ամեն գործ է այդպես։ Ասենք դե բիզնեսմեն ես, եթե սխալ ես քո բիզնեսը սխալ ես կառավարում, չի կայանում այդ բիզնեսը, բնականաբար, չէ՞, ժողովրդի լեզվով ասած տակ ես տալիս։ Հիմա մենք տակ տալու ճանապարհին ենք ազգովին, եթե չունենք այդ ճիշտ կազմակերպողը, այդ մենեջերը, որը որ իր ձեռքը վերցնի այդ ամեն ինչը կազմակերպի։ Ուրիշ ձև չկա, ապրելու կուլտուրա չունենք մենք։ Այսքան ավտոկ բերեին լցնային այս քաղաքը։ Այս քաղաքում այսքան շենք կարելի էր սարքել, տրակում արդեն քաղաքը։ Քաղաքը արդեն շարքից դուրս է գալիս։ Այսպեսի բան չի կարելի, սա դավաճանություն է։ Որովհետև դարձել է քաղաք պետություն էս երկիրը։ Գյուղերում ահա որ կտրված է կենտրոնից բոլոր գյուղացիները գալիս լցվում են Երևան ու Երևանը սենց աճում է։ Բոլոր շրջակա գյուղերը արդեն միանալով այդպես գնում է։ Ես չգիտեմ դրա վերջը ինչա լինելու, քաղաքն էլ պայթում է։
Կդառնանք Երևանի կոնֆեդերացիա։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ, այսօր մենք զրուցում ենք արվեստի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ Սամվել Սևադայի հետ։ Ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն երկուշաբթի օրը նույն վայրում, նույն ժամին։ Հաջողություն եւ համբերություն բոլորիս։